Կառավարության ծրագիրը, որը հաստատվել էր 2016 թվականի հոկտեմբերին, բավականին շատ եւ կարեւորագույն միջոցառումներ էր նախատեսվել, ամբիցիոզ միջոցառումներ, դրանց որոշ մասը բաժին էր ընկել արտադրության նախարարությանը, որը պետք է իրականացվեր։ Նախարարությանը վերաբերող միջոցառումները հիմնականում նախատեսված էին 1/3 գլխում մարդու իրավունքներ, արդարադատություն եւ կոռուպցիայի դեմ պայքար, հերթով անդրադառնանք հակիրճ միջոցառումներին եւ դրանց կատարման ընթացքին։ Միջոցառումներից մեկը դա 2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հաստատումն էր։ Արդարադատության նախարարությունը հանձնել առել այս միջոցառման իրականացումը, մշակվել է ծրագիրը հավանության է արժանացել կառավարության նախորդ շաբաթ կառավարության պետաիրավական կոմիտեում եւ հավանաբար այս հինգշաբթի արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը։ Ասեմ, որ այս ծրագիրը մարդու իրավունքների պաշտպանության 2014-16 թվականի ծրագրի տրամաբանական շարունակությունն է, այն բաղկացած է թվով 96 միջոցառումներից, հիմնականում միջոցառումները ուղղված էին մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների պաշտպանությանը, կյանքի իրավունք, խոշտանգումներ, դաշան նվաստացուցիչ եւ այլ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի չընթարկվելու իրավունք, խոսքի ազատության իրավունք, կրոնի ազատություն եւ այլն։ Երկրորդ խումբ միջոցառումները վերաբերվում էին խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամների իրավունքներ, անչափահասներ, կանայք, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Երրորդ խումբ իրավունքները վերաբերվում էին զինված ուժերու մարդու իրավունքներին, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը, մշակութային իրավունքներին, այդ թվում առողջության պահպանմանը։ Այս նախագիծը մշակվել է հաշվի առնելով բոլոր շահագրգիռ մարմինների դիտողությունները եւ առաջարկությունները, գրեթե բոլոր պետական կառավարման մարմինները ներգրավված են այս միջոցառումների իրականացմանը։ Ասեմ, որ այս ծրագիրը նաեւ դրվել է հանրային քննարկման եւ շուրջ 300 առաջարկություններ մենք ստացել ենք տարբեր քաղաքացիներից եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից, դրանք ամփոփվել են եւ դրանց որոշ մասը ընդունվել է եւ ներառվել է, դրանց հիման վրա այս ծրագիրը լրամշակվել է։ Հաջորդ միջոցառումը վերաբերում էր դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի բարեփոխմանը, շեշտը պետք է դրվեր նրան, որպեսզի դատական ակտերի հարկադիր կատարման այս գործընթացը հնարավորինս արագ կազմակերպվի, բացառվեն կամ նվազագույնի հասցվեն դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից հայեցողական գործողություններ կատարելու շրջանակը, որոնք շատ լավ բոլորս հասկանում ենք իր մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Օրինակ, այսօր գիտեք, կատարողական վարույթը տևում է ըստ օրենքի տևում է 2 ամիս։ Այս 2 ամսվա ընթացքում սակայն հարկադիր կատարողը կարող է ինքը որոշել, թե կոնկրետ գործողությունները ինչ ժամկետներում պետք է իրականացվի։ Նախագծով հստակ սահմանափակում է դրված։ Եթե կոնկրետ գործողության կատարման կամ որոշման կայացման առիթը ծագել է, ապա հարկադիր կատարողը ունի ընդամենը 3 օր այդ որոշումը իրականացնելու, որոշումը ընդունելու եւ գործողությունը կատարելու։ Այդ թվում նաեւ հստակ ժամկետ է սահմանվել հարկադիր աճուրդների կազմակերպման հարցում։ Այսօր եթե գործող օրենքով հստակ ժամկետ չկա, թե հարկադիր կատարողը երբ է որոշում կայացնելու աճուրդի անցկացնելու համար եւ երբ է աճուրդ իրականացնելու։ Սա մենք եւս դրել ենք սահմանափակումների տակ եւ հարկադիր կատարողը այլևս չի կարող այս ընթացակարգը ձգձգել, կամայականորեն ձգձգել։ Հաջորդ միջոցառումը վերաբերվում է անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմների սահմանմանը։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Այսօր գիտեք, որ փաստաբանության մասին օրենքով
պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանումը հանդիսացող հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, որտեղ աշխատում են հանրային պաշտպանները։ Սակայն խնդիրը նրանում էր, որ պետության ֆինանսների պակասի պատճառով հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողների թիվը այնքան էլ մեծ չէ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնել անվճար իրավաբանական օգնությունը։ Դրա համար նախատեսվեց հստակ մեխանիզմ փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հավանության արժանացավ եւ ներկայացվեց ազգային ժողով, որով նախատեսվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնությունը կազմակերպում է ոչ միայն հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողների միջոցով, այլ նաեւ խորհրդատվությունը կազմակերպում է նաև փաստաբանական դպրոցի ունկնդիրների, իրավաբանների միջոցով, որոնք ցանկություն են հայտնել անվճար տրամադրել այդ խորհրդատվությունը եւ այս աշխատանքի կազմակերպումը կիրականացնի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Բացի այդ, հանրային պաշտպանի գրասենյակը նաև համապատասխան ցուցակ կկազմի այն փաստաբանների ներգրավելով ցուցակում այն փաստաբաններին, որոնք իրենք ցանկություն են հայտնել անվճար իրականացնելու քաղաքացիների դատական պաշտպանությունը։ Ինչպես գիտեք, դատական պաշտպանությունը հիմնականում իրականացնելու իրավունք ունի փաստաբանը։ Ընդ որում փաստաբանները կարող են նաև վճարովի հիմունքներով ներգրավել այս աշխատանքներում, փաստաբանների վճարները կտրվեն հանրային պաշտպանի գրասենյակում ստեղծվող հատուկ ֆոնդի միջոցների հաշվին, դրանք գրասենյակի ֆինանսական միջոցներից առաջացած խնայողությունները կլինեն կամ այն դեպքերում, երբ որ հանրային պաշտպանի գրասենյակը ինչ-որ անձի անվճար իրավաբանական օգնություն տրածնի եւ հետագայում պարզվի, որ անձը վճարունակ է, դատական կարգով համապատասխան գործընթացներից հետո որոշակի գումար հետ կբերի հանրային պաշտպանի գրասենյակը, այդ գումարը եւս կներառվի հատուկ ֆոնդում եւ այդ ֆոնդից վճարումներ կկատարվեն փաստաբաններին, որոնք ողջամիտ գներով ձեռնամուխ կլինեն այն անձանց իրավունքների անվճար պաշտպանությանը, որոնք երաշխավորված են ստանալու անվճար իրավաբանական օգնություն։